Ճամփով նախբեր։ Մի քանի ժամ ու կոնֆետի ճռճռան թղթերը բացելու թույլտվություն կստանա Տիգրանը։ Նոր տարվա շոկոլադը 7 կողպեքի տակ է պահում մայրը քաղցրակերների ահից։ Կոնֆետներն ինձ այս պահվա։ Որ ես կոնֆետներ դնում եմ, սա ուտում եմ։ Հետո որ նոր տարի գալիս է, կոնֆետ չեմ սեղանի դնելու։ Մի գերբնական ուժով գտնում է փոքրիկ լոռեցին խնամքով թաքցրած շոկոլադը։ Տանը չկա մի անկյուն, որ քիթը խոթած չլինի։ Դե որ թեթև տեղի անես դնում, գերում եմ, քեցնում եմ։ Հետո որ մեկ չխչխկացը լսում եմ, որ փենչա։ Լավ։ Գնում եմ հավիք էլ ուրիշ տեղ ապահում։ Հենց սենյակի դուրը բացվեց, մաման չխ։ Աշխարհի բոլոր շոկոլադներից կհրաժարվի, միայն թե լավ լինի զինվոր եղբայրը։ Համարյա իր չափ քաղցրասեր Դավիթը։ Ուզում եմ խաղաղություն լինի։ Ամենակարևորը ոնց որ իմ ախպերն էլ է բանակում հիմա, ժամկետային ծառայողը։ Կուզեմ, որ ինքը շուտ տուն գա, եթե կուզեմ։ Ահնիձորում կոնֆետի համար կռիվ ամեն տարի ավելի քիչ երեխա է անում։ Քաղցրեղենը չի շատանում, փոքրերն են պակասում։ Գյուղում մի 5-րդ դասարանցի կա, Տիգրանն է։ Գայթակղվել են դասընկերները մեծ քաղաքներով ու հեռացել գյուղից։ Փոքրիկ ուրախություններ են փնտրում Ահնիձորում ապրողները։ Ակներով առնում խանամ, հավեսով կեֆանամ։ Տիգրանի հավաքած անիվները մի քանի ժամից կվառեն։ Որպես տոնական հրավառություն կհավաքվեն գյուղացիները։ Տերնայքում բոմն ավելի ուժեղ տրակում։ Քարերով էլ ենք բանանում մրցում, ում ավելի հեռու կգնա։ Մտքերով շատ հեռու է գնում Ահնիձորցի Մելիքը, գյուղի ինտելիգենցիայի ներկայացուցիչը։ Երանի այն օրերին, երբ հերթ էին կանգնում պնդուկ ու մանդարին առնելու համար, այդ համը էլ չկա։ Մանդարինը բան, նոր տարուց նոր տարի էին ուտում։ Ու սեղանին, հենց սեղանին դնում էին տոնածառը կոնֆետով, պեչենի ու գալետ ասենք, գալետով բանով են էլի դեն։ Միայն չի փոխվել մի հարևանի տուն, այն մյուս հարևանի բերած բոմբոնիեր տանելու սովորությունը։ Միայն թե հիմա կարծես մի տեսակ անհավես են իրար տուն մտնում։ Քաղաքից եղբորն է սպասում Մելիքը, անխաղ տավանդույթ ունեն։ Խոզը միասին պիտի մորթեն։ Ահնիձորում վազվզող այս խոզերը ամեն տարի զարդարում են գյուղացիների տոնական սեղանը։ Մի քանի օր գյուղում խորովածի հոտ է բռնում։ Որ ես ախպերս կգա, խոզը կմորթեն նոր տարվա իրար հետ, խորովածը կանենք, 31 իրիկունը խորովածը կանենք, ամեքս մեր փայն ունենք։ Մելիքի թոռները միայն նոր տարվա գիշերն են ինքնակամ անկողին մտնում, հույսով, որ առավոտյան չի հիասթափեցնի ձմեռ պապը։ Ինքնությունների մեջով անցնում է ու գալիս է։ Կարմիր հագուստ ունի, մի հատ էլ կարմիր գլխարկ ու սև գոտի։ Մի հատ էլ մեծ պարկ բեղերով։ Ահնիձորում այդ նույն շորերով մի քանի օր առաջ մեկը երևացել է։ Մեծ հիասթափություն էր Ժակի ու Լյուսիի համար։ Սուտի ձմեռ պապեր ասում են։ Որտեվ իսկական ձմեռ պապը չի կարող գալ տուն, ինքը գիշերներն է գալիս։ Մենք չենք տեսնում իրան։ Ինքը սովորական վարդ է, գիտես ոնց, բադ,
որ երեք դվերները բերել են, պատահական դուռը բացել է ու տեսել է։ Առանց հագուստով։ Ինչ ուզում ալնի երեխան ուրախացնի պետք է։ Լուբարիկն ու Նատաշան ուզում են հավատալ հրաշքների, որդին ծանր հիվանդ է, Երանի բուժվի։ Երևի հունվարին թոռները գան լորուտ, այսօր գիշեր կապրեն ամեն օրվա պես, առանց շամպայնի, առանց տոնական սեղանի։ 90 տարեկան կինը վառարանի վրա ջուր կտաքացնի, կլողացնի, ամեն օր ավելի թուլացող ամուսնուն։ Նոր տարուն մաքուր պետք է անկողին մտնես։ Տոնի սիրտ չունեն։ Այսօր մեր հայրենիքը տվել ենք թուրքերին, մեր փողն ու ջուրը Ալիևն ասում է Արևմտյան Ադրբեջան։ Արևմտյան Ադրբեջանը զորն է։ Ուրա, ինչ արեմ, լորդ Արևմտյան Ադրբեջան։ Ինչ խղճով տոնական սեղանի շուրջ բաժակ բարձրացնեն, Ադրբեջանի բանտում հայրենակիցներ ունեն։ Մեկը հիվանդ է, օպերացիայի անհրաժեշտություն կա։ Այն մեկին իր հայրենիքի համար նվիրված մարդ է, Դիլիջանում դպրոց հասարքել։ Աշխարհի երեխեքա կրթել ու ուղարկել, որ շնորհքով մարդիկ դառնան։ Այն տեսակ մարդին ցմաբան պարկություն, ինչի՞ համ։ Սրտում շատ ցավ կա, բայց նաև հույս։ Փոքրիկ լորուտում վառ է իր տան լույսը։ Գանը Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։